մեր կյանքի բոլոր պրոբլեմների, խնդիրների, դժվարությունների, մեր կյանքում պատահելիք բոլոր փոթորիկների մեջ հիշի, դու Տիրոջ առաջ ես, Տերը տեսնում է քեզ, ուզում է քո մեջ տեսնի մանանեխի հադը, գործում է թե չէ։ Երբ որ փոթորիկ ելավ ծովի վրա, Տեր Հիսուս քնած էր, եկան արթնացրեցին, ասին հելի կորչում ենք, վարդապետ կորչում ենք, դու անհոգ քնած ես, հելավ խաղաղություն, ասես խաղաղվիր, հանգստացիր, ծովը խաղաղվեց, սրանք զարմացան, ասես թերահավատներ, ուրա ձեր հավատքը։ Դուք պետք է ասեք ու պետք է ստացվի, ուրա ձեր հավատքը, ինչի չեք վստահում ձեր ասած խոսքերին, չեք հավատում ձեր ասածին, որովհետև մենք այնքան բաներ ենք խոսում, որ զգուշություն չենք անում մեր ասած բաներին, դրա համար էլ մենք ինքներս չենք հավատում մեր ասած խոսքերին, դրա համար թող Տերը օգնի մեզ ուշադիր լինելու այս բանի վրայով, որ մեր հավատքը ավելանալու խնդիրը կախված է մեզանից։ Մեր կյանքում պատահելի պրոբլեմների, դժվարությունների մեջ քո հավատքը պիտի ավելանա, դու պետք է վստահես այն խոսքերին, որ լսել ես, խոսում ես, ասում ես եւ Տերը պիտի քո ասած խոսքի պես կատարի։ Դրա համար թող Տերը օգնի մեզ, զորացնի, շնորհքով լեցնի, օրհնի Սուրբ Հոգով զորացնի, որ մենք մեր կյանքի մեջ ուշադրություն դարձնենք մեր ասած բառերին, մեր խոսքերին եւ Տիրոջ կամքի համաձայն մեր բոլոր խնդրվածքներին։